Մեղադրանքները, որոնք գործի մեջ արտացոլված են, դրանց վերաբերյալ Բաբայան Արսենը փաստաբանը կարող է ավելի հստակ պարզաբանումներ տան, բայց այդ քունջը, որ ներկայացված է, ես կարծում եմ կզարդարել Ալ Կապոնեի կենսագրությունը։ Ինձ հետ որևէ առողջություն բնականաբար չունեն։ Հիմա իմ խիղճը հանգիստ է, թե հանգիստ չէ։ Գիտեք ինչ, ես չեմ կարծում, որ այստեղ որևէ մարդ կա, կամ այս օրերին որևէ մարդ կա, որը որ հանգիստ է ընդհանրապես։ Իսկ ես այս առումով հանգիստ եմ Աստծո հետ, ինքս իմ հետ, եւ ինչ-որ մեկի ընտանեկան արխիվից ենթադրաբար հրապարակված տեսագրությունը, որ վերագրվում է ինձ, չի կարող անհանգստություն բերել իմ խղճին։ Դուք գիտեք մարդիկ, որոնք նախասիրություններ ունեն, չէ, իրենց ընտանեկան ալբոմից, արխիվներից ինչ-որ հրապարակումներ անեն։ Ու չի բացառվում, ինչ-որ մարդիկ իրենց ընտանեկան արխիվից ինչ-որ ինտիմ բնույթի տեսանյութեր են հրապարակել, փորձելով տարբեր հնարանքների միջոցով դա կապել իմ անձի հետ։ Դա իմ խիղճը չի կարող վրդովեցնել։ Իհարկե դա ցավալի է, որովհետև անախորժություններ է ստեղծել ինձ հարազատ մարդկանց համար, անհարկի անախորժություններ, անարդար անախորժություններ, բայց դրանից ոչ իմ վճռականությունն է նվազել, ոչ էլ ես ինչ-որ ձևով ընկճված եմ եւ կամ կոտրված։ Ուրեմն կարող են իմ հետևից էլ գալ, իմ առաջից էլ գալ, որևէ ձևով կաշկանդված չեմ, ես որևէ խնդիր չեմ տեսնում, կարծում եմ ես ոչ էլ տարիքում եմ, ոչ էլ այն վիճակում եմ, որ որևէ քայլ կատարելուց առաջ հնարավոր հետևանքների մասին չպատկերացնեմ։ Ինչ վերաբերում է չգնալուն քննչական կոմիտե, ես ոչ թե չեմ գնացել հարցաքննության, այլ հրաժարվել եմ գնալ, ստանալ այն փորձաքննության արդյունքները, որոնք արդեն մեկ օրվա ինչ-որ փորձաքննության արդյունքում պետք է ներկայացվեին, եւ ես դա անիմաստ եմ նկատել, անհեթեթ եմ նկատել, երբ որ այդ փորձաքննության արդյունքները արդեն կարող է նաև մամուլում շրջանառվեին, իմաստը որն է ինձ տալու, միևնույն է անհեթեթություն են եւ որևէ վստահություն չեն ներշնչում։ Մի բանի մասին, որ սկզբից եւ այդ տեղյակեց իմաստ ունի, դրա մասին գնաս այնտեղ տեղեկանաս։ Գոհեք։ Տեսեք։ Պարակտումի հետ կապված։ Ուրեմն գիտեք ինչ, բառերի մեջ ընտրություններ կարելի անել, ճգնաժամ, պարակտում,
տարբեր բառեր կարելի է օգտագործել, բայց իմ ընկալումով պարզապես ջրերն են պարզում։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ յուրաքանչյուր անձ այլևս հարկադրված է հանդես գալ այնպիսի դեմքով, ինչպիսին ինքը նախընտրում, որը ինքը նախընտրել է։ Հիմա այդպես կարծում եմ շատ ավելի ազնիվ է։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինքը ում հետ գործ ունի, յուրաքանչյուրը պետք է հայտարարի, թե ինքը ինչ պատկանելություն ունի, ինչ կեցվածք ունի։ Եվ ես այդ առումով շատ դրական եմ գնահատում։ Ինչ վերաբերում է գործընթացին, արդյոք մենք ինչ-որ քայլեր պետք է անենք կամ պետք չանենք։ Իհարկե պետք է անենք, բայց ես կարծում եմ մեզանից ոչ ոք էլ այդչափ միամիտ չի, չէ՞, որ մտածի, որ մենք հանրայնորեն պետք է մեր քայլերի վերաբերյալ այսպես սիրազեկենք։ Արդեն այդ քայլերը իրենց իմաստը կկորցնեն։ Ամբողջ հարգանքովս ձեր հանդեպ, ամբողջ հարգանքովս հանրության հանդեպ, բայց իհարկե կան քայլեր, մտորումներ, մտածումներ եւ համարժեք քայլերը պետք է իրականացվեն։ Հակականոնական գործողությունները պետք է ստանան իրենց գնահատականները եւ համարժեք պատասխանները։ Չի կարող որևէ գործողություն, որևէ հերձված, դավաճանական որևէ քայլ անարձագանք մնալ։ Սա ես շատ հստակ, շատ որոշակի ասում եմ, համոզված եմ։ Իսկ ինչպիսին կլինեն այդ հարցերը, դա արդեն իմ կոմպետենցիայից վեր են, եւ դա ամենայն Հայոց կաթողիկոսի կոմպետենցիային վերաբերող հարցեր են։ Ես ինձնից հասանելիք բոլոր քայլերը, բոլոր ջանքերը գործադրելու եմ, որ այդ ամենը լինի մեր եկեղեցու կանոնների հետ ներդաշնակ եւ համարժեք։ Երրորդ հարցը ամենայն Հայոց կաթողիկոսի խոսելու հետ կապված։ Ես կարծում եմ այդ հարցի արդյատերը ամենայն Հայոց կաթողիկոսն է եւ ինքը պետք է որոշի, երբ խոսի, ինչպես խոսի եւ ինչ ասի։ Ես չեմ կարծում, որ այստեղ ես ասելիք ունեմ։ Կուսակրոնության հետ կապված թեման ես ձեզ ասեմ, ինքը բավական երկար ժամանակ քննարկման առարկա է եղել, բայց այս օրերին այդ հարցի քննարկումը ես շատ արհեստական եմ համարում, որովհետև այս հարցը արհեստականորեն է բերվել հանրային դաշտ։ Մեր երկրի խնդիրները բացարձակապես կապ չունեն կուսակրոնության հետ կապված ես ունեմ իմ դիրքորոշումները, մեր եկեղեցականների շատերը ունեն իրենց դիրքորոշումները, իհարկե եկեղեցին կարիք ունի բարեփոխումների, խորը բարեփոխումների, հարմարեցումների արդյունավետ իրականացման համար իր առաքելությունը, բայց այդ բարեփոխումները բացարձակապես կապ չունեն այն իրական խնդիրների մարտահրավերների հետ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև։ Կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելը չէ, որ Հայաստանը որպես գործոն այսօր պարզապես դուրս է մտվել, իսկ որ աշխարհաքաղաքական խաղատախտակից նվազեցվել է Հայաստանի որպես պետություն դերակատարությունը։ Կուսակրոնությունը չէ խնդիր, որ Ալիևի պահանջները օրեցօր սաստկանում են։ Ես երբեք չեմ լսել, որ Էրդողանը կամ Ալիևը կամ բոլոր աշխարհաքաղաքական խաղացողները, որոնք որ Հայաստանի համար ճակատագրական հարցերում կարող են դեր ունենալ, Հայաստանի նկատմամբ իրենց օրակարգերը ձևավորեն, պայմանավորելով կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելու հետ։ Սա ուղղակի զավեշտ է, չէ՞, ծիծաղելի է։ Հիմա մենք գրել ենք կուսակրոնության հարցին քննարկում այն համատեքստում, երբ երկրի առջև ստեղծված իրավիճակները բացարձակապես դրա հետ կապ չունեն։ Ես իմ դիրքորոշումները